Ինչպես տեսնում եք, Sevan Startup Summit-ում շատ հեժ մթնոլորտ է, լավ եղանակ, շոկ, մենք այս տաղավարով բերել ենք սարերի հովը, մենք բերել ենք մեր ձմեռային կոնցեպցիան, մենք բերել ենք մի քիչ զովություն դեպի այս շոկ եղանակը։ Մենք ինքներս լինելով կարելի ասել ստարտափից դուրս եկած նոր պրոյեկտ, մենք փորձելու ենք մեր երիտասարդներին հասցնել այն, որ առաջին հերթին դա գործողությունն է, ամենակարևորը գործողությունն է։ Գաղափարները կարող են շատ լինել, կարող են լավը լինել, բայց եթե չկա գործողություն, դրանք մնում են միայն գաղափարների մակարդակում։ Արդեն երրորդ տարին է Myler-ը մեզ մոտ ներգրավում է որպես արկածային ժամանցի գործընկեր։ Մենք շատ կարևորում եւ գնահատում ենք Myler-ի մասնակցությունը միջոցառմանը։ Ճիշտ է, մեր միջոցառումը ամառային միջոցառում է, Myler-ը խորհրդանշում է ձմեռը, բայց այս կոնտրաստի մեջ մենք ամեն տարի փորձում ենք, այսպես ասած, Sevan-ի ափին ամռանը ստանալ մի փոքրիկ ձմեռ, մի փոքրիկ ձմեռային կոլորիտ։ Իհարկե, տարեց տարի փորձում ենք այնպես անել, որ Myler-ի տաղավարը եւ Myler-ի հատվածը մեր սամիթում շատ ավելի մոտ լինի իրական ձմռանը։ Հուսանք առաջիկա տարիներին մենք կարողանանք դա իրականություն դարձնել։ Որպես էքսպերտ առաջինն ասեմ, երկրորդը որպես ՀՀ քաղաքացի, շնորհակալ եմ ինվեստորներին, որ Հայաստանում նման տեսակի ներդրում են արել, որովհետև տարբեր ինվեստորներ գումարը տարբեր տեղ են ներդրում, տարբեր սոցիալական եւ տնտեսական նախագծերում, բայց ստեղծել մի բանը, որ կոնկրետ երկրում եղանակ է փոխում, տնտեսության նոր օրակարգ է ստեղծում, պասիվ վայրերին տալիս է նոր կյանք։ Առաջի հերթին որպես էքսպերտ կասեմ, ես կուզեմ, որ տարբեր ինվեստորներ իրենց գումարը նման կերպ ներդրում անեն։ Երկրորդը որպես ՀՀ քաղաքացի ուրախ եմ, որ ունենք նենց կոնցեպտ, որ Կուրշավելից ու մյուս տեղերի մրցակցության մեջ է եւ սպորտի սիրահարներին, ընդհանրապես բնության սիրահարներին բերում է Հայաստան։ Ես ինքս 84 թվի ծնված եմ, 97-98 թվերից, այդ միտքը իմ մոտ զարգացել է։ Առաջին անգամ բախտ եմ ունեցել արտերկրում սահելու, Ալպերում 2003 թվականին եւ շատ ոգևորված էի դրանով։ Հետո 2004 թվականին Աղկաձորում թարմացումներ եղավ ու տենց դրանից շատ ոգևորված ենք։ Ու այդ միտքը այն ժամանակվանից իմ մեջ զարգացել է։ 2017 թվականին առաջին անգամ էր, որ ֆինանսական կարողությունները իմ մյուս բիզնեսները հաջողել են եւ ես կարա ինձ թույլ տալ այս բիզնեսի մասին մտածելու եւ այս բիզնեսի մասին ստադի անելու, ռիսերչ անելու։